Քիչ առաջ այս ամբիոնից ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի սահմռկեցուցիչ իմ տպավորությամբ տեսանյութ վերահրապարակեց, որը չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կամ առհասարակ բանական որևէ մարդու մոտ չի կարող զայրույթ չառաջացնել։ Չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կարող է գտնվել թեկուզ մեկ մարդ, ով որ արդարացնի մարդու նկատմամբ նման վերաբերմունք, անկախ դրանից, թե դա երբ է եղել եւ ում կողմից է իրականացվել։ Բայց ինչպես հասկացա, այդ իրադարձությունը, այդ զահրուրելի տեսարանը, իրողությունը եղել էր 2000 թվականին։ Դրանից հետո ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը. Մանվել, 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 գագիկ, գագիկ, գագիկ։ Մանվելը, ում որ վանկարկում էին 2008 թվականին, այդ թվում այդ հանրահավաքների հիմնական մոդերատոր Նիկոլ Փաշինյանը, նույն այդ Մանվել Գրիգորյանն էր, ում վերաբերվում է 2000 թվականի այս տեսանյութը։ Գագիկ Մելքոնյանը, ում անունը նույնպես հնչում էր այդ հանրահավաքին, նախորդ գումարման ազգային ժողովում ձեր խմբակցության պատգամավոր էր։ Թե ինչ անցյալ ունի նա, ինչի հետ է կապված այդ անցյալը, զինվորներից ինչ խլելու հետ է կապված, կարծում եմ առավել մանրամասը կարասի նույն ինքը Վահագն Ալեքսանյանը։ Բայց դրա հետ միասին ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Օրինակ, երբ որ Արայիկ Հարությունյանը խոսում է պարոն Ֆարմանյանի մաքսային մարմիններում աշխատանքի մասին, տեղյակ չի իր վարչապետի աշխատակազմի ղեկավար աշխատած ժամանակ իր տեղակալի կենսագրության մասին, որը նույն ժամանակաշրջանում աշխատել է մաքսային մարմիններում։ Խոսքը Արթուր Հովսեփյանի մասին է։ Եվ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Գագիկ Խաչատրյանին։ Գիտեք ինչ, ասես բրենդային բառեր են էլի արդեն գտնվեց տարիների ընթացքում։ Մարտի 1, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջան, աշխատակազմի ղեկավար, բանես վերջերս սակրավոր, ասես բառեր են գտնում, ասես բառերով անընդհատ մտածում եմ, որ դե նույն բանը մի 100 անգամ ասեն, կլինի ճշմարտություն։ Հիշում եմ, երբ որ կառավարությունում էի աշխատում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև իր կարծիքով մի շատ սխալ որոշում էր կայացրել, որը արագ հետևանքները վերացրեց։ Վազգեն Սարգսյանի արյունակից եղբորը Արմեն Սարգսյանին ցեմենտի գործարանի տնօրենից բերեց նշանակեց վարչապետի պաշտոնում, հետո նորից հետ տարան ցեմենտի գործարանի տնօրեն։ Այն գործարանի, որի դեպս վերջերս խլվել է սեփականատ, բարեխիղճ սեփականատիրոջից։ Ու ես կառավարությունում եմ աշխատում, վարչապետի մարզային այցելություններին ուղեկցում էի ու Արամ Սարգսյանը մի հետաքրքիր պատմություն պատմեց, ասում է Վազգենի մայից հետո, երբ որ նրա թղթերն էինք նայում, փաստաթղթերը բան, մի թղթի վրա գրառում է հələ Վազգենի ձեռագրով, Կռիլովի մի առակա կարդաց է, այնքան է դուր եկե, որ արտագրել է իր նոթատետրում։ Ինչ է այդ առակի խորհուրդը, իմաստը, որ մի ճնճղուկ ծառի ճյուղի նստած ձմռանը ծլվելում է։ Ու սառում է, ընկնում է գետին, պիտի ցրտահարությունից արդեն սատկի, պատահաբար մի կով գալի անցնում, թրքոտում, այս ճնճղուկի վրա։ Սա բնականաբար այդ միջավայրից տաքանում է ու նորից է սկսում ծվծվալ, որ նորից է սկսում ծվծվալ, կատուն գալիս սրան գտնում եւ ուտում է։ Հիմա հեղինակը այդ առակից երկու հետևություն անում։ Առաջին, միշտ չի որ քեզ կեղտոտողը քեզ վատություն անողն է, եւ երկրորդ, միշտ չի որ քեզ կեղտից հանողը քեզ լավություն անողն է։ Բայց Վազգեն Սարգսյանը իրեն բնորոշ նաեւ գեղարվեստական հանճարով ավելացնում է երրորդ հետևությունը։
Ասում եմ, եթե կեղտի մեջ ես ցենդ գլուխդ մի գցի։ Հիմա խոսքս վերաբերում է քաղաքացիական պայմանագիր ամբողջ կուսակցությանը, խմբակցությանը, նրանց ձևավորած կառավարությանը, սուս նստեք տեղներդ։ Դուք են քաղաքական ուժ չեք, որ կարողանաք որևէ մեկի անունը տաք։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջան, աշխատակազմի ղեկավար, կոռուպցիա, այս համադրությունը հələ մի հատ բերեք տեսնենք, թե ում կերպարում է մարմնավորված։ Մինչև երկուշաբթի օրը դուք բոլորդ առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանի ցուցումներով, հորդորներով, SMS-ներով, որին խորհուրդ էր տալիս Արտաշես Թումանյան, որ եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։ Եվ ոչ միայն, նաև Դաշնակցության համամասնական ցուցակի 11-րդ համարի թեկնածուն, էդ էլ 004-ը, ագենտ 004, որի գույքի եկամուտների հարստության ցանկը թվարկելու համար մեզ մի նստաշրջան կարող է չբավարարի։ Ու դուք Արտաշես Թումանյանի խորհուրդներով եկել եք մարդ եք գտնում, որին կարա քննադատեք, այտենց մարդ դուք չեք կարա գտնեք, այտենց երևույթ դուք չեք կարա գտնեք, որը քննադատելու իրավունք կարող է ունենաք։ Դուք իմացեք, որ այսուհետ այս դալիճում նստած է լինելու Էդգար Ղազարյան անունով ինստիտուցիոնալ հիշողություն, որը իթիվս Գևորգ Սաղոյանի բազմաթիվ կենսագրական դրվագների գիտի նաև Պետրոս Ղազարյանի հետ Իսպանիայում նրա ֆուտբոլային հանդիպումների այցելությունները։ Էլ չեմ ասում մնացած կապերի մասին։ Դուք այն իշխանությունը չեք, որ այդ մասին խոսելու հնարավորություն ունեք։ Դուք այն իշխանությունն եք, որը գաղտնի եք պահում մեր ժողովրդից պետական բյուջեի կատարման ծախսերը։ Դրա համար իհարկե կարող է նաև դեմ լինեք, որ ընդդիմադիր ներկայացուցիչները ղեկավարեն բյուջետային հանձնաժողովները եւ ազգային ժողովի ֆունկցիոնալ հսկողություն իրականացնեն կառավարության նկատմամբ։ Այդտեղ ձեր խմբակցության ղեկավարը կառավարական ամառանոցների նախկին հաշվապահն է, ով նաև եղել է հայկական ժամանակ օրաթերթի հաշվապահը, որին երբ որ լրագրողները հարցում էին անում, ասում էին, թե ինչքան գումար է ծախսվում կառավարական ամառանոցի պահպանման վրա եւ ինչ նպատակով այդ գումարները ծախսվում, պատասխան էր գալի. պետական գաղտնիք։ Ես չեմ հասկանում, թե ինչի պիտի գաղտնիք լինի հանրային միջոցը հանրային ծառայողի վրա ծախսելու համար։ Եթե գաղտնիք չի, դու հաշվապահն ասի, արդյոք ճիշտ է այդ տեղեկությունը, որ դեռ 24 թվականի բյուջե, ես իհարկե կբերենք 27 թվականի բյուջե, մենք ինքներս դա կպարզենք, օրական քանի միլիոն դրամ է ծախսվում Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի այլ ընտանիքների կեցությունը ապահովելու համար։ Ընդ որում ոչ միայն այդ ընտանիքների, այլ ես դες ուզում եմ հիշեցնել, որ այդ կառավարական ամառանոցի բնակիչներ են նաև Քայլոն, նույն ինքը Չալոն, Արջուկը, Ամպիկը, Մոլին եւ Բոնբորը։ Թվարկածս վերջին պերսոնաժները շներ են, որոնք Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում նվեր է ստացել Վրաստանի վարչապետից, Արագածոտնի մարզից եւ տարբեր տեղերից։ Մենք կիմանանք, թե ինչքան է մեր պետությունը ծախսում այս ամենի վրա։ Եվ կիմանանք, եթե հանձնաժողովի նախագահ ընտրենք պարոն Ֆարմանյանին, որը բացառիկ գործիչ է, երիտասարդ հասակում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերով ցանկացած առաքելության նկատմամբ, որն իրեն վստահվել է, գործնական աշխատանքը մշտապես համադրելով գիտական գործունեության հետ, վաստակելով իրեն արժանի հաջողությունները աշխատանքային գործունեության մեջ, ուսանողների սերը, հարգանքը եւ վստահությունը գիտական շրջանակներում։ Միգուցե մենք չունենք Վահագն Ալեքսանյանի պես բացառիկ արժանինքներ ունեցող այլ տեխնացու առաջադրելու համար, դրա համար ստիպված ենք առաջադրել Հայկ Ֆարմանյանին։ Շնորհակալություն։